Հայրազմագերիների նկատմամբ Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տալիս մեջբերում ականի պայթյունից տուժած քաղաքացիներ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անկախ լրատվամիջոցների, փաստաբանների, միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության ընթացքում ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հասանլի Ալիև ներկայացած անձը իր ցուցմունքում պնդել է, որ 2024 թվականի փետրվարի 4-ին վնասվածքներ է ստացել մեջբերում հայերի տեղադրած ականի պայթյունից, ինչի հետևանքով ձախ ոտքի վերջույթը ամպուտացրել են։ Արցախում ընդամենը 3 ամիս պետնախարար աշխատած Վարդանյանին Ադրբեջանի իշխանությունները Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու ու վարելու վարձկանության տասնյակ այլ ծանր հանցագործություններ են վերագրում։ Հայաստանում կամ Արցախում որևէ ռազմական գործողության չմասնակցած որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օր ապրիլի 26-ին, կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդի աճյունը կամփոփվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում։ Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում Եվրամիության, Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Արգենտինայի ղեկավարներն արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու իրենց մտադրության մասին վերջին հրաժեշտը տալու սրբազան քահանայապետին։ Ծրագրված է նաև ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությունը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին, ազատությանը հայտնել են մայրաթոռից։ Ռուսական ուժերի հարվածների հետևանքով Զապորոժիեում 1 մարդ է զոհվել, վիրավորվել 26, այդ թվում 2 երեխա, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Հաղորդվում է նաև Խարկովին, Օդեսային հասցված հարվածների մասին, որոնց հետևանքով ևս կան բազմաթիվ վիրավորներ։ Առնվազն 3 մարդ է զոհվել, ևս 2-ն էլ վիրավորվել, Միրնոգրադում ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով տեղեկացրել է Դոնեցկի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով սակայն, որ այս պահին բանակցությունների կոնկրետ ծրագրեր չկան։ Բանակցելու պատրաստակամության մասին Կիևից և Մոսկվայից հայտարարությունները հնչում են ամերիկյան իշխանությունների նախազգուշացումների ֆոնին։ Նախագահ Թրամփն անցած շաբաթ սպառնաց հրաժարվել միջնորդական ջանքերից, եթե կողմերը շարունակեն ձգձգել քայլերը 4-րդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Հարվարդի համալսարանը Թրամփի վարչակազմի դեմ դատական հայց է ներկայացրել, որով վիճարկում է ուսումնական հաստատության ավելի քան $2 միլիարդ պետական ֆինանսավորման սառեցման նախագահական որոշումը։ Համալսարանն անօրինական է համարում դաշնային դրամաշնորհից զրկելու սպիտակ տան փորձը։ Թրամփի վարչակազմը հեղինակավոր համալսարանին մեղադրում է քաղաքացիական իրավունքների մասին օրենքները խախտելու և հակասեմականության դեմ պայքարում բավարար քայլեր չկատարելու մեջ։ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում այսօր զինված անձին կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, հաղորդվում է 24 զոհի մասին, սա վերջին տարիների ընթացքում Քաշմիրում տեղի ունեցած ամենամահաբեր հարձակումն է։ Ֆրանս պրես գործակալությունը վկայակոչելով տեղի ոստիկանական գերատեսչությունում իր աղբյուրը նշում է, որ զոհերի վերջնական թիվը դեռևս չի հայտարարվել։ Reuters-ի փոխանցմամբ տարածաշրջանում քիչ հայտնի Քաշմիրի դիմադրություն զինված խմբավորումը սոցցանցերում տարածած հաղորդագրությամբ ստանձնել է արյունալի հարձակման պատասխանատվությունը, հայտարարելով, որ այդ կերպ իր դժգոհությունն է հայտնում շրջանում տասնյակ հազարավոր ներգաղթյալների բնակություն հաստատելու կապակցությամբ, ինչը մեջբերում փոխել է ժողովրդագրական պատկերը։ Անկախ աղբյուրներին առայժմ չի հաջողվել հաստատել այս տեղեկությունը։